Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Անհանգստությունը տագնապալի իրավիճակ է, որ մենք ինքներս ենք հորինել մեր համար։ Դրա պատճառով սկսում ենք ժամանակից առաջ վազել, տառապել, քանդել մեր կյանքը եւ մեր շրջապատողների կյանքը։ Շատերս չհասկանալով, որ ամեն ինչ գտնվում է Աստծո ձեռքում, առանց Աստծո կամքի բան չի լինում։ Եվ վերջի խոսքը միշտ Աստծուն է, ամեն ինչը տանում ենք շատ դժվար, տարբեր իրողություններ, տարբեր երևույթներ, չհասկանալու, որ մենք մարդը դրա վրա չի կարող ազդել, որ ամեն ինչ Աստծո ձեռքով է եւ Աստծո կամքով։ Դրա համար պետք չէ տագնապել, պետք չէ վազել առաջ, պետք չէ մոլորվել, որ չհիվանդանաք։ Պետք է սովորել ապրել Աստծո ներկայության մեջ, այսինքն Աստծո ներկայության մեջ ապրել նշանակում է հաղորդակից լինել Աստծուն։ Աստված միշտ ձեր կողքին է։ Մենք լքում ենք Աստծուն, Աստված մեզ երբեք չի լքում։ Ինչ զգացողություններ, մտքեր, իրողություններ, քաղաքական անցուդարձեր, տարբեր իրավիճակների մեջ միշտ հիշեք, իմացեք, մի անհանգստացեք եւ խոճապի մի մատնվեք։ Քննեք այդ խոճապահարանող ձեզ մտքերը, ուր են տանում, որտեղից են եկել։ Սովորեք Աստծո ներկայության մեջ ապրել։ Աստծո ներկայության մեջ ապրելը սկսվում է Աստծուն հավատալով եւ վստահելով։ Սովորեք աղոթել։ Կարդացեք հոգևոր գրականություն։ Այցելեք եկեղեցի։ Մասնակցեք եկեղեցական կարգերին, սուրբ պատարագներին, ժամերգություններին։ Ձեր հույսը դրեք Աստծո վրա, ոչ թե ձեր ուժերի, ձեր փողերի, ձեր շրջապատի, ձեր ընկերների ժամանակավոր անցողիկ բաներ։ Հուսացեք Աստծուն, վստահեք Աստծուն, սովորացրեք ձեզ ապրել Աստծո ներկայության մեջ, այսինքն միշտ հիշեք, որ Աստված ձեր կողքին է, ինչ իրավիճակում էլ որ լինեք։ Վստահեք Աստծուն, հավատացեք Աստծուն, որ չտառապեք։ Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։